Այդ որոշումը վստահ եմ դրված է, հիմա ներս մտնենք, վերցնենք այդ որոշումը։ Քաղաքական որոշում։ Իհարկե, այն էլ Մասիս Մելքոնյանի կամ Ով է Արշակ Սրբազանի դեմ ցուցմունք տվել։ Արշակ Սրբազանի դեմ ցուցմունք չկա, ուղիղ ցուցմունք չկա։ Ինչպես։ Կասկածով է հայտնել, որ սապարկում։ Տարբեր անձինք դրա մասին հետո խոսենք։ Ենթադրում ենք, որ կարող է ինքը եղած է։ Ինչի են ենթադրել, որ հատկապես ինքը ինչ որ մի բան պիտի ասեն, չէ՞։ Այդ իրենց ճաշակով ուսապարկը որ մեկը։ Այդ գործը ինչ է։ Դա 18 թվականին եղել է, այդ ուսապարկն էլ ա եղել, ուսապարկի մեջ չի։ Այսինքն այդ անձում ուսապարկն է եղել։ Այո, Այդ Կարենյանի խոսքը պարոն Բաբայան, նոր հայրապետ։ իր ուսապարկում չի եղել Բայց նա թմրանյութ։ կասկած հայտնողն է եղել։ Չեմ կարող ասել հիմա։ Նախագնական գաղտնիքից եմ։ Ոչ մի բան, 2018 թվականից գտնվող գործի հետ կապված վերջի գործողությունն եղել է 2025 թվականի հուլիսին եւ 2025 թվականի դեկտեմբերի 4-ին ստեղծվել է քննչական խումբ, այսինքն 3 ստեղծվել է քննչական խումբ եւ ձերբակալվել է Այսինքն 7 տարիա քննում են այդ ինչ թմրանյութը։ քննչական գործողություն, հարցաքննություն։ 7 տարիա քննում են այդ թմրանյութը ոնց է հայտնվել սապարկում։ Այո, քննել են, այդպես էլ չեն հասկացել։ Պարոն Բաբայան, իսկ այդ ենթադրությունների հիման վրա առանց ցուցմունքի մարդուն կալանքի տանելու միջնորդություն ներկայացնելը որքանով է իրավաբանության մեջ նորմալ պրակտիկա։ Այս վարույթը որևէ առնչություն չունի իրավաբանության հետ։ Հուլիսին, որ ասում եք ինչ որ քննչական գործողություն, ճիշտ է հասկացա, այդպես ասեցիք, ինչ գործողություն ա եղել այդ ժամանակ։ Քննչական ինչ-որ մի գործողություն, հարցաքննություն։ Ում են հարցաքննում։ Չեմ կարող ասել, դա արդեն նախաքննական գաղտնիք։ Իրավունք չունեմ։ Դե ինչը ուզում եք ասում եք, ինչը չի ասում եք նախաքննական։ Ես նախաքննական տվյալ չեմ ներկայացրել մինչև հիմա, հետեւաբար եւ ինչը ուզում եմ ասեմ, այն ինչ որ իրավունք ունեմ ասելու։ Ինչ որ իրավունք չունեմ, չեմ կարող։ Իսկ դուք տեղեկություն ունեք այդ մասնակցությամբ ա եղել այդ գործողությունը։ Ոչ։ Իսկ դուք տեղեկություն ունեք այդ անձը, հա, ում ուսապարկից որ հայտնաբերել են եւ ասում են, որ հիմա ենթադրել են, հա, գցել են պարսակի մեջ։ Այդ անձը այդ թվականին, այդ ամիսներին օրինակ փորձակնություն անցել է, արդյոք օգտագործել է թմրանյութը։ Չգիտեմ, չունեմ այդ Այսինքն դրանք են, չէ, բայց Չունեմ նման նյութեր, չգիտեմ էլ ում մասին է խոսքը։ Պարոն Բաբայան, իսկ Արշակ Սրբազանն արդեն պատրաստված է, որ միանալու է Բագրատ Սրբազանին, Միքայել Արշակ Սրբազանը Սրբազանին, այսինքն ճակատագիրը շարունակողն է։ Իր ասուլիսից սկսած արդեն պատրաստ էր։ Պարոն Բաբայան,